Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ քույրեր, ուրախ եմ կրկին անգամ ձեր մեջ գտնվելու եւ Տիրոջ անունը փառաբանելու համար։ Կուզեմ կարճ մի կարևոր թեմայի մասին խոսալ, իհարկե հավատքի մասին, իհարկե հավատքի թեման այնպիսի բան է, որ կարճ ժամանակում չի կարելի բոլոր կողմերով նայել եւ կարելի անվերջ խոսալ եւ Պարզապես կուզեի, որ սա առիթ հանդիսանա, որ մենք տուն գնալով դրա մասին խորհենք, մտածենք, աղոթք անենք եւ Տերը առաջնորդի իր ճանապարհներով, որ մենք հավատքի մեջ զորանանք, Տիրոջ հաճելի կյանք ապրենք, որտեղ գրված է առանց հավատքի չի կարելի Աստծուն հաճելի լալ 11:6 Եբրայեցից։ Հիմա այդ հանգստությունը Սա չլինի, որ ինչ-որ հանգստությունից հետո ինչ-որ անհանգստություն ձեր մեջ ոնց որ ասում է սերմանվի, բայց Աստծուն հաճելի անհանգստություն եթե կլինի, թող լինի, այսինքն, որտեղ գրված է նաև, որ ասում է քննեցեք երկրորդ Կորինթացիս 13:5-ում, ասում է քննեցեք ձեր անձերը, փորձեցեք թե տեսեք հավատքի մեջ եք թե ոչ։ Այսինքն մեզ պետք է ժամանակ առ ժամանակ մեր անձերը քննել, մեր ճանապարհները, մեր գործողությունները, մեր ընթացքը եւ տեսնենք, որ մենք իրոք հավատքի մեջ ենք թե ոչ։ Հիմա մենք բոլորս շատ ծանոթ գիտենք, որ հավատքի մասին մի Եբրայեցիս թղթի մեջ 11-րդ գլխի մեջ ամբողջ գլուխը հավատքի մասին է խոսում։ Ես մի քանի համար կուզենայի կարդալ, հետո կարճ կզրուցենք դրա մասին։ Սկսենք 10-րդ գլխի 36 խոսքից ասում է, վասի պետք է ձեզի համբերություն, որպեսզի Աստծո կամքը անելով խոստմունքը վայելեք։ Քանզի քիչ մը ատենեն ան որ գալու էր պիտի գա ու պիտի չուշանա։ Այսինքն պետք է մեզի համբերություն, որ Աստծո կամքը անելով խոստմունքը վայելեք, համբերություն ապետի։ Այսինքն Հիսուսի մասին ասում չէ, երկրորդ գալստան ասում է քիչ մը ատենեն, քիչ մը ժամանակից հետո նա որ գալու էր պիտի գա եւ պիտի չուշանա։ Եվ արդարը հավատքով պիտի ապրի։ Եվ մեկը եթե ետ քաշվի, իմ հոգիս անոր պիտի չաճի, բայց մենք ետ չենք քաշվիր, որ կորցվենք, հապա կհավատանք, թե մեր հոգին պիտի փրկվի։ Դու 11-րդ գլխից արդեն ասում է արդ հավատքը ուսացած բաների հաստատությունը ու չերևցած բաներու ապացույցն է։ Վասի անով առաջինները վկայություն ընդունեցին։ Հիմա այս խոսքի համար, որ ոնց որ ասում են հավատքի սահմանում, շատ անգամ որ ասում է հուսացած բաների հաստատությունը ու չերևցած բաների ապացույցն է։ Կարճ կուզեի խոսալ, ոնց որ տարբեր կարծիքներ կան կամ տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել, բայց ոնց որ ինչ կարա նշանակի կամ ինչ կնշանակի։ Այսինքն ասում է հուսացած բաներում, այսինքն հավատքով են հուսացած բաները հաստատվում, հուսացած բաների հաստատությունն է։ Այսինքն եթե մի բանի մենք հույս ունենք ինչ-որ բաների, այդ հուսացած բաները հավատքով հաստատվում են եւ չերևցած բաները, որ մենք չենք տեսնում, այսինքն աներևույթ բաները կլինի հոգեվոր միջավայրը, Աստված կլինին, հրեշտակները կլինեն, հոգեվոր կյանքը, մենք դրանք մեզ ֆիզիկական աչքերով չենք տեսնում, բայց հավատքով ապացուցում է դրանք, հավատքով մեր կյանքում տեղ են գտնում դրանք։ Այսինքն հավատքով հուսացած բաները հաստատվում է եւ չերևցած բաներն ապացուցվում է։ Հիմա թող Աստված օրհնի բոլորիս եղբայրներ քույրեր, որ դրա մասին խորենք եւ մտածենք եւ տուն էլ գնալով աղոթքենք եւ դրա մասին, որ Աստված բացի ինչ է նշանակում դա եւ մեր կյանքում պրակտիկ ինչ ոնց է դա կիրառվում։ Հիմա մենք լսած կլինենք, որ ասենք ընդունված է ասել, որ հավատքը ասենք հիմք չունի, անհիմն է, չէ՞, ոնց որ կամ կույր հավատ, sense ասած, հա։ Հիմա ինչ է կարծում, մեր հավատքը կույր հավատք է թե չէ, ասենք ոնց որ մենք հիմք ունենք հավատալու Աստծուն իր խոսքին, իր ասածին։ Ասում են, որ հավատացյալները ոնց որ բան են, ոչ մի ոնց որ նայմա կարճ ասած գիժ են, ասենք, չեն մտածում, ոնց որ ինչ-որ բարադի ինչ-որ հավատում են առանց որևէ հիմքի, չէ, բայց մենք հիմք ունենք հավատալու, բացի նրանից, որ մենք գիտենք, որ Հիսուսը եղել է, ծնվել է, եղել է մարդ,
ապրել է երկրի վրա ինչ որ կյանքով եւ դրա մասին բազմաթիվ վկայություններ կան, մեռել է երրորդ օրը հարություն արել, դրա մասին եւս բազմաթիվ վկայություններ կան, բացի դրանից մենք գիտենք, որ մեր եկեղեցու պատմության մեջ կամ մեր ծանոթների շրջապատում, մեր ծանոթների կյանքում եւ յուրաքանչյուրից մեր կյանքում էլ որ այդ հավատքը, որ մենք հավատացել ենք Տիրոջը կամ Տիրոջ խոսքին, ինչ փոփոխություններ է արել, չէ՞։ Մենք այդ բոլորը տենում ենք։ Այսինքն մենք Աստծո բնավորությանը կամ Աստծո խոսքին հավատալու հիմք ունենք։ Դա անհիմն հավատք չի, որ պարզապես որ այնց ասեն, որ անհիմն առանց որևէ հիմքի հավատում ենք։ Հիմա հավատքը պարզա որ սկսում է մարդու մտքից, որ մարդը մտքով հիմքերը, Աստծո տված հիմքերը, Աստծո բնավորության մասին, Աստծո խոսքի մասին, Աստծո խոսքի մեջ գրված է եւ մեր կողքերը տեսնելով, Աստծո այդ հավատքի հիմքերը ընդունելով մտքով հավատում է։ Եվ դա կարելի է նմանացնել, որ օրինակ որ ձմեռ է լինում, երկար ձմեռ, ասենք սարերում, չէ՞, բան է լինում, բոլորը ձյուն է եկել։ Հիմա մենք կարող մտածենք արդեն գարուն չի գա, չէ՞, որտեղ ամիսներ է, տենց իմաստը Երևանում այդքան չի լինում, բայց սարերում ամիսներով ձյունը դրած է եւ մարդը մտածում է էլ գարուն չի էլ գալու, որտեղ սենց էլ եղել է, սենց է պիտի լինի, չէ՞, որտեղ ձյունը ասենք ամիսները կա եւ հիմք չկա հավատալու, որ բանը կփոխվի, արևը չի տակածնում, ամբողջ օրն է ցուրտ է։ Բայց առաջի ծաղիկը որ ծլում է, ձնծաղիկն է, չէ՞, մեր բոլորս գիտենք, որ երբ որ ձնծաղիկը ծլում է, մի փոքր երբ որ արև է լինում, ձնծաղիկը ծլում է եւ այդ օրինակը լսել եմ, որ ասում է, որ մենք բոլորս գիտենք, որ ձնծաղիկին նայելով արդեն հույս կա, որ շուտով գարունը կգա, շուտով կտաքանա, չէ՞։ Հիմա թեկուզ ձնծաղիկը ծլելուց հետո նաեւ ձյուն գա ձնծաղիկը փակի, ասենք այդ մենք չտենանք այդ ծաղիկը, բայց մենք տեսել ենք, որ այդ ծաղիկը կա, այսինքն այդ հույսը կա, որ մի օր կգա, որ կտաքանա եւ մի օր գարունը կգա։ Հիմա մենք գիտենք, որ տեսել ենք կամ հավատացել ենք դրան Սուրբ գրքից եւ Աստծո խոսքից այդ վկաների բազմության հիմա վրա, որ Հիսուսը այդ առաջի ծաղիկներ, որ հարություն է արել։ Եվ մենք այդ հավատքով հավատում ենք, որ մի օր գալու է, որ մենք էլ հարություն առնենք, ով որ մահանա եւ ով որ չմահանա, այդ մարմինը փոխվի եւ միանա Աստծո տանը, Աստծո փրկվածներին, Աստծո ընտանիքին։ Եվ այդ հավատքով մենք առաջնորդվում ենք։ Թեկուզ հիմա մարդ կարող է լինի իր մարդու կյանքում, չգիտեմ, տարիներ ձյունը փակած լինի այդ ծաղիկը կամ ողջ կյանքը տենց ապրի, բայց ինքը եթե այդ հավատքը այդ ծաղիկի վրա դրել է, այսինքն այդ առաջի հարության վրա, Հիսուսի հարության վրա, Հիսուսի Աստծո խոսքի վրա դրել է, ինքը հավատում է, որ հիմք ունի հավատալու, որ կգա մի օր, որ ինքն էլ այդ ծաղիկի պես հարություն կառնի եւ Աստծուն կմիանա իր երկնային ընտանիքի մեջ։ Հիմա եղբայրներ քույրեր, մենք որ կարդանք Եբրայեցիս գլխի մեջ, այդ 11-րդ գլխի, երկար գլուխ է, դուք տունը կարող եք կարդալ, ասենք օրինակները, որ մարդիկ նշված օրինակներով իրանց հավատքը, իրանց հույսը դնում են Աստծո խոստումի վրա, Աստծո բնավորության վրա, որովհետև գիտեն, որ Աստված որ խոստացել է, չի կարող խաբել։ Օրինակ 11-րդ խոսքը ասում է հավատքով ինք Սառան էլ որդի ծնության սերմը առնելու զորություն ընդունեց, այն ատենը արդեն հասակի անցած, հասակի մեջ զավակ ծնավ, վասի հավատարիմ սեպեց զանիկա, որ խոստացած էր։ Այսինքն Սառան մենք գիտենք, որ արդեն 80 տարեկան էր, որ խոստումը ընդունեց եւ ասում է ինչի համար բանը ասում է զորություն ընդունեց, որդի ծնության սերմը առնելու զորություն ընդունեց եւ հավատքով ասում է Սառան, չէ՞ արեց այդ բանը, ինչի համար հավատքով արեց։ Ինքը անիմն հավատաց, թե ասում է հավատարիմ սեպեց զանիկա, որ խոստացած էր։ Այսինքն մենք գիտենք ով է խոստացել մեզ այդ բաները, ով է խոստացել մեզ հարություն, ով է խոստացել մեզ հավիտենական կյանքը, ով է խոստացել մեզ երկնքի թագավորությունը, չէ՞։ Մենք այդ խոստացողին, որ հավատարիմ ենք սեպում, մենք բոլոր մեր կյանքի ընթացքում բոլոր խնդիրները, թեկուզ ամբողջ կյանքի մեր խնդրեմ լինի, մեր ձյուն լինի, ոչ մի ծաղիկ չտեսնենք, բայց գիտենք, որ այդ
խոստացողը մեզի հավատարիմ է։ Եվ ինչ էլ ուզում լինի, գա մի օր, որ այդ գարունը կբացվի, որ մենք բոլորս կմիանանք իրան։ Հիմա հավատքը, որ այդ մտքի մեջ առաջանում է այդ հավատքը, որ այսինքն մենք սկսում ենք հավատալ այդ Աստծո խոսքումին։ Այդ հավատքը մնում է մտքի մեջ, թե արտահայտվում է նաև գործողություններով։ Ինչ է կարծում։ Այսինքն, եթե օրինակի համար մենք մեկը ասի ձեր, չգիտեմ, այս հողամասում ասենք ոսկի կա թաղված եւ կարող ես քոննա, կարող ես գնալ քանդել հանել, բայց եթե մենք չգնանք կոնկրետ այդ ոսկին չքանդենք եւ չհանենք, մերը կլինի թե չէ։ Մերը չի լինի, չէ՞։ Այսինքն եթե մենք հավատանք այդ, այսինքն մտքով sense պատկերացնենք, որ Աստված կա, ասենք ինչ-որ խոստումներ ա տվել մեզ, բայց կոնկրետ այդ կյանքով չապրենք, գործողությունների այդ հավատքը չգնա, այդ հավատքը մեր համար ոնց որ Հակոբոս Առաքյալն ասում, կլինի մեռած հավատք, որտեվ ասենք ասում է, որ ասում է ինչ օգուտ եղբայրներս, եթե մեկը ասի հավատք ունի ու գործ չունենա, միթե հավատքը կնա փրկել զանիկա։ Այստեղ ուշադրություն դարձրեք, ասում է ինչ օգուտ եղբայրներս, եթե մեկը ասի թե հավատք ունի եւ գործ չունենա, այսինքն ինքը ասում է, որ մեկը ասում է ես հավատք ունեմ, ինքը չի ասում, որ դու այդ մեկը հավատք ունի, ասում է ինքը ասում է, որ ինքը հավատք ունի, այսինքն դա իրական հավատքը չի, որ ինքը ասում է։ Հիմա ասում է, որ եթե մեկը այդ հավատքը մենակ մեր մտքի մեջ է, մեր եւ գործողություններ չի բխում այդ հավատքից, դա հավատք չի, այսինքն մեռած հավատք է կոչում Հակոբոս Առաքյալը, այսինքն հավատքը հոգեվոր հավատքը, Աստծո հաճելի հավատքը, ինչ որ փիլիսոփական ուղղություն չի, չգիտեմ, ասենք Պլատոնը սենց ասեց, եսիմ Արիստոտելը սենց ասեց եւ այնն, ասենք ինչ-որ բաների հավատանք, ասենք այդ հավատքը բխում է գործողությունների, առաջնորդում է գործողությունների, հիմա որ մենք այս հավատքի գլուխը 11-րդ գլուխը որ կարդանք, Ենովքի, Նոյի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի բոլորի օրինակները որ գրած կա, Մովսեսի օրինակը, բոլոր օրինակների մեջ կա գործողություններ, այսինքն հավատաց եւ սենց արեց, հավատաց եւ անենց արեց, չէ՞, ասում է ինչ օգուտ եթե եղբայրը կամ քույրը մեր կլա կամ օրվա կերակուրին կարոտ, եթե ձեզ մեկը ասե անոնց, գացեք խաղաղությամբ, տակցեք ու շկշտացեք, բայց մարմնին պետք եղած բաները չտա անոր։ Ինչ օգուտ ունի։ Հիմա մենք եթե ասենք մենք հավատացյալ ենք, Աստծուն հավատում ենք, գնում ենք պաշտամունքների, չգիտեմ, մեր սիրտը խաղաղվում է, բայց ասենք դրանից դուրս մենք մեր գործերով ենք, մեր գործերով, մեր ընտանիքով, ասենք ինչ-որ առանձնապես տես տարբերություն չկա մեր կյանքի մեջ, թե ուրիշ, ասենք հիմա կարող է մեղքեր չեն գործում, ասենք չենք խմում, չենք ծխում կամ չենք հայոյում կամ ուրիշ բաներ չենք անում, բայց մենք մեր գործով ենք։ Հիմա այդ հավատքը օգուտ ունի թե չէ։ Ասում է այդպես է հավատքը, եթե իրան հետ գործ չունենա, առանձին մեռած է։ Նաև կնա մեկը ասել, թե դու հավատք ունիս, ես գործեր ունեմ, դու հավատքը ցույց ես գործերս, ես քեզի հետ ցույցնեմ իմ հավատքս գործերով։ Բոլոր այդ ոստեղ որ կարող եք կարդալ, ասում է Աբրահամի, Ռախաբի եւ բանի օրինակներ, ասում է գործերով չարդարացավ, ինքը Հակոբոս Առաքյալը չի ասում, որ ինքը գործեց, դրա համար արդարացավ, ասում է, որ այդ հավատքը, որը որ իրական հավատք է, սկսվում է մտքից իհարկե, բայց պետքա ապացուցվի կամ արտահայտվի նաև գործերով, եթե գործերով չկա, չի արտահայտվում, դա իրական հավատքը չի, դա ինչ-որ փիլիսոփական ինչ-որ բան է, եւ մենք իրականում չենք հավատում, եթե ես ասեցի, եթե մենք հավատանք, որ օրինակ մի հատ գանձ կա թաղված մեր հողամասի մեջ, քանդենք, կամ չենք հավատում, որ կա թաղված, այսինքն այդ ասողին չենք հավատում, կամ էլ այդ գանձը ոնց որ չենք հավատում, որ դա գանձ է, ոնց որ տեղ չենք տալի դրան, որ չենք քանդում հանում։ Այսինքն հավատքը, եթե իրական հավատքը ուղեկցում է գործերով։ Հիմա բոլորիս հայտնի, այսինքն տեղը կարդամ, ասում է, մենք գիտենք, որ Մատթեոսի մեջ էլ ասում է, Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխից որ կարդանք, էլի երկար հատված է, ինչ-որ մի քանի հատված կկարդամ,
վերջ 25:31-ից ասում է, որ եւ որդի մարդու գա իր փառքովը եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն ատեն իր փառած աթոռը պիտի նստի, անոր առջև պիտի ժողվին բոլոր ազգերը, որոնք զանոնք իրար մե պիտի զատե, ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատե։ Ոչխարները աշ կողմը պիտի կայնեցնեն եւ այծերը ձախ կողմը։ Այն ատեն թագավորի իր աշ կողմը եղողներին պիտի ասե. Եկեք իմ հորս օրտնացները օրտնացները աշխարհի համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք։ Վասի անոթեցա ու ինձի ուտելիք տվիք, ծարավեցա ու ինձի խմեցրիք, օտարականը եւ զիս ներս արիք, եւ մերկե եւ զիս հագցրիք։ Հիվանդը եւ ինձի տես եկաք, բանտի մեջ եւ ինձի եկաք։ Այն ատեն արթանեւ անոր պիտի պատասխան տան պիտի ասեն. Տեր երբ քեզի այդ բաները արեցինք, ծարավացած իր հագցրինք եւ այլն, ասում է թագավորը պատասխան տալով պիտի ասե անոնց. Ճշմարիտ կսեմ ձեզի, քանզի որ այսիմ եղբայրներից մեկեն ամենայն պստիկներն իրիք, ինձի իրիք։ Հետո ասում է, որ չարերը որ ասում է գան եւ այծերը կամ անիցիալներ ասում է հավիտենական կրակի մեջ պատրաստված է, որ սատանին իր հեշտակների մեջ մեկդի գնացեք ինձ մե եւ նույն բաները ասում է, որ սենց է հիվանդեի ծարավեի ջուր չտվեցիք, հիվանդեի այցի չեկաք, ասում է երբ չարեցիք, քանի ասում եմ այս պստիկներից մեկին չարեցիք, ինձի չարեցիք։ Հիմա եղբայրներ քույրեր, մենք ինչ եմ ուզում ասել, տենց ոնց որ ծանոթություն չգա վրներես բոլորից, բայց բոլոր դեպքերում ուզում եմ մենք ամեն մեկս մեր մեջ քննություն անենք, որ վերջի ժամանակներն է մոտենում, եղբայրներ, ասեն վերջի ժամանակների մեջ ենք, մենք որ Աստված մեզ ընտրել է, ոնց որ այդ Եբրայեցիի մեջ որ կարդացի, այդ հույսը որ մենք ունենք 10-րդ գլխի մեջ, որ ասում է, քանզի քիչ մատենեն, որ գալու է պիտի գա ու չուշանա, եւ արդարը հավատքով պիտի ապրի։ Հավատքը մեզ տրված է, որ այս ժամանակը, որ մեզ այս երկրի վրա ինչքան որ ժամանակ է տրված, Հիսուսի գալուստը, միջև Հիսուսի գալուստը, որ մենք հավատքով ապրենք, այսինքն հավատքով մենք այդ ընդունենք, երկնայինին հաղորդ լինենք եւ այդ Աստծո խոսքին հավատալով մենք այդ կյանքը, որ երկնքում է, մեր մեջ էլ ներգործում է եւ մեր մեջ ներգործելով մենք այս բոլոր բարի գործերը, որ գրած կար, կարող ենք անել։ Մենք մեզանից չենք կարող իշոր գնանք սկսենք ինչ-որ բարի գործեր անել եւ դրանից դառնանք ոնց որ մեր հավատքը ավելանա, բայց պետքա բոլորս մտածենք դրա մասին, որ եթե այդ հավատքը մենք որ ասում ենք հավատք ունենք եւ այդ հավատքը չի արտահայտվում մեր առօրյա կյանքում տարբեր գործերով, մենք պետքա ուրեմն քննենք մեզի, տեսնենք ինչ որտեղ ենք կանգնած մենք։ Եթե մենք ուղակի պրոստը գալի գնում ենք եւ ասում ենք գնացինք հավաքույթի, ասենք հա, հանգստացա, հետո էլի գնացի տուն անցա մեր գործերին։ Այդ հավատքը մեզի օգուտ չունի, եղբայրներ քույրեր։ Հիմա թող Աստված օրհնի, որ մենք բոլորս դրա մասին մտածենք, դրա մասին խորենք, որ այդ երկնային իրական հավատքը մեր մեջ ավելանա, որ մենք աղոթք անենք, որտեղ հավատքը պարգև է, աղոթք անենք, որ Աստված այդ հավատքը մեր մեջ ավելացնի, որ ոչ միայն մտածողությունը, այլև նաև գործերը, որ դրան հաջորդեն, եւ էլի եմ ասում, որ հավատքը մեր հավատքը հիմք ունի, մեր միշտ հիշենք, որ այդ առաջի ծաղիկը, ձնծաղիկը, որ ասեցի, որ Հիսուսը հարություն արել եւ գալու է մի օր, որ մենք էլ բոլորս հարություն առնենք եւ իրան միավորվենք։ Հիմա մենք եթե սկսում ենք այստեղից այս կյանքի մեջ, Աստված ինչի համար այդ պատվիրանները տվեց, չգիտեմ, ասենք մի գողացիր, մի այս բաները մի արա, որտեւ ինքը սերա, ասենք իր թակավորության մեջ մենք պետքա բոլորս ոչ մի տես չարություն, ոչ մի մեղ չի լինելու, չէ՞։ Հիմա որ մենք երկնքի թակավորության բնակիչներ լինելով, քաղաքացիներ լինելով, մենք արդեն հիմիկվանից պետքա այդ թակավորության կամ քաղաքացիության կյանքը ապրենք։ Հիմա այսքը ցույց տալ բոլորին, որ աղ ու լույս լինենք բոլորի մեջ, որ մարդիկ տեսնելով, ասում է ձեր բարի գործերը, ձեր հայրը փառաբանեն, որ երկնքումն է։ Թող Աստծո անունը փառավորի, եղբայրներ քույրեր, որովհետեւ մեզի ոնց որ մտածելու պրոստը առիթ լինի, որ տունը գնանք աղոթք կանենք, մտածենք դրա մասին, որ մեր կյանքում այդ երկնային հավատքը ել ավելի երևա։ Թող Աստծո անունը փառավորի, ամեն։ Աղոթենք։